Կանանց եւ տղամարդկանց մոտ վնասակար ազդեցությունների, ինչպես նաեւ սեռական օրգանների բնածին արատների հետևանքով առաջացող խնդիրները կարող են հանգեցնել զույգի վերարտադրողական անընդունակության, այն է չբերության։ Այսօր Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ զույգ բախվում է անպտղության խնդրին, ինչը ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-հոգեբանական լուրջ մարտահրավեր է դառնում։ Տարիներ առաջ էր, որ անպտղությունը համարվում էր անլուծելի խնդիր, ինչի հետևանքով շատ երիտասարդ ընտանիքներում այն դառնում էր բաժանությունների պատճառ, իսկ որդեգրության դիմել շատ քչերն էին համարձակվում։ Ժամանակակից բժշկությունը գտել է միջոցներ այն հաղթահարելու։ Հետազոտություններն ու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հարյուրավոր ամուսնական զույգերի հասնել ծնող դառնալու երազանքին։ Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը շատերի համար դարձել է միակ հնարավոր ուղին եւ հաճախ վերջին հույսը։ Այն 10-ից 16%-ով բարձրացնում է հղիության հավանականությունը։ Գործընթացը երկարատև բարդ է, պահանջում է հետևողականություն։ Բժիշկն առանձնացնում է այն դեպքերը, որոնց պարագայում միայն միջամտությունը կարող է իրական արդյունք ապահովել։ Պետք է ձվարանային պաշարը շատ ցածր չլինի, պետք է սերմը շատ ծանր շեղումներով չլինի, արգանդափողերը անցանելի լինեն։ Այդ դեպքում մենք արդեն կինը գալիս է, դիմում է գրում, դիմումը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարության կողմից եւ արդեն սկսում ենք զույգի պլանային հետազոտությունները, որոնց մեջ ներառվում են ուրոգենիտալ ինֆեկցիաներ, հորմոնալ ֆոնի ստուգում, որոշակի սոմատիկ հիվանդությունների շտկում։ Ծրագրից կարող են օգտվել այն կանայք, ովքեր 2 եւ ավելի տարի առաջնային կամ երկրորդային անպտղություն ունեն եւ 20-ից 40 տարեկան տարիքային խմբում են։ Եթե կինը 40 տարեկանում արդեն ընդգրկվել է ծրագրում եւ ունի համապատասխան բժշկական ցուցումներ, նա շարունակում է մնալ շահառու մինչեւ 42 տարեկանը։ Ծրագիրը մարզերից առաջինը ներդրվել է Շիրակում։ Գյումրիի ծննդատանը իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ինչպես նաեւ բուն միջամտությունները։ Կնոջ օրգանիզմում սկսում ենք դեղարայքով խթանել ձվաբջիջների աճ եւ երբ որ արդեն գալիս է ձվաբջիջը, ֆոլիկուլները հասնում են իրենց օպտիմալ մակարդակին, կատարվում է ներարկում, որից 24-36 ժամ հետո կատարվում է ներարգանդային սերմնավորում։ Արդեն մշակված սպերմատոզոիդներին դնում ենք ցենտրիֆուգայի մեջ, որպեսզի առանձնացնենք ակտիվ սպերմատոզոիդներին։ Դրական արդյունքի դեպքում, երբ կնոջ մոտ հղիություն է գրանցվում, նա ուղեգրվում է հետագա բժշկական հետազոտությունների։ Հանդիպում են նաև չզարգացող հղիության դեպքեր, իսկ դրանք պայմանավորված են տարբեր, այդ թվում եւ տարիքային գործոնով։ Առաջին հերթին անվերահսկելի պատճառներից է կնոջ տարիքը, երբ որ ուղղակի գնում է ձվարանների ծերացում եւ ձվաբջիջների, այդ թվում նաեւ ծերացում է գնում։ Իսկ մակարդելության գործոններով պայմանավորված հիպերհոմոցիստեինեմիայով կամ ինֆեկցիաներով պայմանավորված չզարգացող հղիությունների պատճառները կարելի է շտկել եւ նորից ստանալ հղիություններ։ Անպտղության հաղթահարման արդյունքում սովորաբար զարգանում է 2 եւ ավելի ձվաբջիջ, որի պտուղը լինում է զույգ կամ եռյակ երեխաների ծնունդը։ Բայց դարձյալ տարիքային առանձնահատկությունից ելնելով կնոջ օրգանիզմը ավելորդ ծանրաբեռնվածությունից պաշտպանելու համար երբեմն բժիշկները կիրառում են վերահսկող խթանման մեթոդ, որպեսզի զարգանա միայն մեկ եւ առողջ պտուղ։ Այդպես էլ 10 տարվա սպասումից հետո 3 ամիս առաջ այս միջամտության արդյունքում ծնվել է ընտանիքի առաջին երեխան։ Մեր առաջին երեխան աղջիկ երեխա էր, որը ծնվել է մի քանի ամիս առաջ, երկրորդային անպտղությամբ երկին տարապում ճարպակալումով, զարկերիատիկային գերճնշմով, որը հղիության ընթացքում էր ավելի խորացավ, ունեցանք մի փոքր խնդիրներ, վաղաժամ ծննդաբերություն եղավ, սակայն երեխանի շնորհիվ մեր Երևանի գոլեգաների այդ ամեն ինչը հաղթահարվեց եւ ունենք առողջ երեխա, որը հիմա իրենց տնն է։ Անպտղության հաղթահարման ծրագրին դիմողների մեծ մասը մարզի գյուղական համայնքներից են։ Մասնագետի ասելով, այդ զույգը նախ հաղթահարում է հասարակության պահպանողական մտածելակերպը, հետո նոր դիմում բժշկական օգնության։ Իրենց մեջ բարդությունները հաղթահարած ընտանիքներից շատերի հարազատներն անգամ չեն էլ իմանում, թե հղիությունը ինչ ճանապարհով է հաղթահարվել։ Ծնելիության ցուցանիշի դրական փոփոխությանն ուղղված ծրագիրը պետության աջակցությամբ է, եւ այժմ Գյումրիի ծննդատանը ոչ միայն Շիրակի, նաեւ Լոռու մարզից 29 երիտասարդ ընտանիքներ սպասում են առաջին կամ երկրորդ երեխայի ծննդին։ Իսկ այս տարվա 10 ամիսների տվյալներով 890 երեխա է ծնվել այս ծննդատանը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը եղել է 1094։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։